Հայաստանում նախատեսվող մոտ 70 կրթահամալիրի կառուցման նպատակով գնման պայմանագրերում կթույլատրվի փոփոխություններ կատարել։ Կառավարությունը նախագիծն ընդունել է։ Փոփոխությունները վերաբերում են մարզադահլիճներին, այլ նախագծային լուծումներին, մեծացվել են մարզադահլիճների չափերը եւ ներառվել են տրիբունաները։ Նոր կառուցված եւ շահագործված հանձնված դպրոցներում երբեմն նկատվել են խնդիրներ, օրինակ մարզադահլիճների չափի հետ կապված, մարզադահլիճներում տրիբունայի ապահովման հետ կապված, որը հնարավորություն կտա նաև հանդիսատես ունենալ եւ հետեւել օրինակ տարբեր սպորտային խաղերի, որոնք կարող են դահլիճում իրականացվել։ Դրան համապատասխան կրթահամալիրների նախագծերում փոփոխություններ են իրականացվել, բարելավման ուղղված։ Փոխնախարարի խոսքով, եթե դպրոցի տարածքը թույլ է տալիս մարզադահլիճն ավելի մեծ կառուցել, կփորձեն մոտարկել պրոֆեսիոնալ ստանդարտներին։ Արդեն շահագործված որոշ մոդուլային դպրոցներ ծառայելու են որպես կրթահամալիրներ։ Փոքր բնակավայրերում դրանք կրթականից բացի իրականացնելու են շատ այլ ծառայություններ։ Սվաջյանի խոսքով կառուցվող մոդուլային դպրոցները ունեն հսկայական ենթակառուցվածքներ, որոնք կօգտագործեն ոչ միայն ժամը 9-ից 14-ը, նաև համայնքի տարբեր կարիքների համար։ Առանձնացվել է կրթահամալիրների կանոնադրությունը, որը բոլորովին այլ կարգավորումներ է ունենալու, քան սովորական հանրակրթական դպրոցը։ Եվ հիմա մենք մշակում ենք նաև այն ամբողջ շրջանակը, որը կարող է կրթահամալիրը որպես ծառայություններ առաջարկել, իրականացնել նաև արտադպրոցական կրթություն, մեծահասակների կրթություն, սպորտային, մշակութային, երիտասարդական տարբեր ծառայություններ առաջարկել։ Կրթահամալիրներից 55-ի համար պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, 14-ի համար քաղաքաշինության կոմիտեն։ Կրթահամալիրների կառուցման համար կան 4 տեսակի տիպային նախագծեր, որոնք ձեռք են բերվել քաղաքաշինության կոմիտեի պատվերով։ Նախագծերը տարբերվում են հզորություններով։ Մենք կրթահամալիրների երկու տիպ ունենք՝ 144 տեղանոց, որ սա դպրոցական մասն է, որը կունենա նաև 40 կամ 80 տեղանոց մանկապարտեզային նախադպրոցական հատված, եւ ունենք 200 տեղանոց կրթահամալիր, որը եւս կարող է ունենալ 40 կամ 80 տեղանոց նախադպրոցական հատված։ Յուրաքանչյուր բնակավայրի կարիքից ելնելով այս տիպերը կազմվել են։ Համալիրները կլինեն կրթական կլաստերներ, որոնց կարող են միանալ նաև հարևան բնակավայրերի երեխաները։ Նրանց տեղափոխման համար կապահովվեն նաև տրանսպորտային միջոցներ։ Կրթահամալիրներից 58-ի շինարարությունը ըստ Սվաջյանի սկսվել է, մնացածը ընթացքում է։ ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով մեծածավալ դպրոցաշինական ծրագրի իրականացման ժամանակ ի հայտ եկած խնդիրների լուծման նպատակով ընթացած մշակվում են նոր նախագծեր։ Օրինակ քաղաքաշինության կոմիտեի հետ արդեն քննարկում են ինչ նոր միջոցով փոխարինեն ներքին հարդարման համար նախատեսված նյութը, որ դպրոցը շահագործումից հետո երկար ժամանակ ավելի խնամված տեսք ունենա։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։